Բարև ձեզ։ Եթերում արի վերլուծենք հաղորդաշարն է։ Եվ մենք այսօր եւս մեկ անգամ կվերլուծենք Նիկոլ Փաշինյանի հերթական մտքի գոհարները։ Տարվա սկզբից պարգևավճարների հարցը ցնցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բանից պարզվում է, որ միլիարդավոր դրամեր են հատկացվել մեկ նպատակով՝ կաշառել իշխանամետ եւ իշխանամերձ ուժերին, որ նրանք ել ավելի մեծ եռանդով ծառայեն անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու եմ ես այդպես ասում։ Հիմա մենք կվերլուծենք։ Փաշինյանը իր հերթական ելույթում, որտեղ նա փորձում է հիմնավորել սկանդալային ծավալի բաժանված պարգևավճարները, որոնք ի դեպ հատկացվել են բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին եւ բացառապես top մենեջերներին, այսինքն նախարարներ, փոխնախարարներ, բաժնի վարիչներ, այսինքն պարգևավճարները չեն իջել որոշակի մակարդակից ներքև, մենք կարող ենք փաստել, որ Փաշինյանը դրանով փորձում է այդ մարդկանց, այսինքն որոշում կայացնող անձանց պահել իր բևեռում։ Եվ նա խոստովանում է, որ այդ նպատակների համար ես, այսինքն Փաշինյանը, խախտել է օրենք։ Եվ այսպես վերլուծենք։ Փաստարկ առաջին, մենք բաժանում ենք պարգևավճարներ, որովհետև պաշտոնյաները գտնվում են քաղաքացիների ճնշման տակ, եւ քաղաքացիները նրանց դատի են տալիս եւ նրանք պետք է այդ գումարներով հոգան դատական ծախսերը։ Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի օրենքում գոյություն չունի կետ, որ պետությունը պետական բյուջեից պետք է կամ կարող է կամ իրավունք ունի հատկացնել գումարներ, որ պաշտոնյան հոգա իր անձնական ծախսերը։ Երկրորդը, իսկ այդ պարագայում ինչու չեն բաժանվում գումարներ քաղաքացիներին, որոնց նկատմամբ նույն պաշտոնյաները հայցադիմումներ են ներկայացնում դատարան։ Մենակ Ալեն Սիմոնյանը այսօր 30-ից ավել դատական գործեր է հարուցել Հայաստանի Հանրապետության տարբեր մակարդակի քաղաքացիների նկատմամբ։ Իսկ այդ քաղաքացիների դատական ծախսերը ով է հոգալու։ Փաստորեն Փաշինյանը խրախուսում է նույն Ալեն Սիմոնյանին եւ նրա նման անձանց շարունակել վիրավորել քաղաքացիներին, թքել քաղաքացիների վրա, ապօրինություններ կատարել եւ դրանով տալիս է կանաչ լույս, ասելով՝ «Արա, ես քո բոլոր ծախսերը կհոգամ»։ Ինչ է դա, եթե ոչ կաշառք, այսինքն պետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի խրախուսում է եւ հանդուրժում է իր պաշտոնյաներին ճնշել ազատ խոսքը, ճնշել քաղաքացիներին, կատարել ապօրինություններ մի նպատակով, որ պահպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն պետությունը պատերազմ է հայտարարել քաղաքացիներին հենց իրենց քաղաքացիների միջոցների շնորհիվ, այսինքն քաղաքացիները վճարում են հարկեր, որ այդ հարկերի շնորհիվ կառուցվի պետությունը, կառուցվեն ճանապարհներ, բացվեն դպրոցներ, բուժվեն մեծահասակներ, իսկ փաստացի մենք ունենք այն, որ այդ փողերը, որոնք քաղաքացիները վճարում են պետբյուջե, գնում են այն բանի վրա, որ պետությունը ել ավելի մեծ ճնշումներ գործի նույն քաղաքացու վրա։ Այստեղ գոյություն ունի մեկ շատ կարևոր հանգամանք։ Փաշինյանը ոչ միայն գիտակցում է, որ նա կատարում է ապօրինություն, այլ նաև արդարացնում է եւ պնդում է եւ խոստանում է, որ դա շարունակելու է դա անել։ Օրենքը Փաշինյանի համար բացարձակապես ոչ մի արժեք չունի։ Նրա համար արժեք ունի մենակ մեկ բան՝ կաշառել պաշտոնյաներին, որ նրանք շարունակել ծառայեն ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Փաստարկ երկրորդ, մենք տվել ենք պարգևավճարներ, որ պաշտոնյաները զբաղվեն ինքնակատարելագործմամբ, բարձրացնեն իրենց կվալիֆիկացիան։ Իհարկե կադրային խնդիրը իրոք սարսափելի վիճակում է գտնվում Հայաստանում, որովհետև ժամանակին փողոցներում հավաքագրված կիսագրագետ
մարդիկ, որոնք անձնական ծառայություն մատուցելուց բացի ոչինչ չգիտեն եւ չեն կարող անել, բնական է, որ երբ որ դու այդ մարդկանց բերում ես եւ տալիս ես պաշտոններ, դու ունենում ես լուրջ խնդիրներ պետական աշխատանք կատարելու գործում։ Այդ մարդիկ չեն կարող կատարել այն գործառույթները, որոնք ի պաշտոնե պարտավոր են անել։ Բնական էր, որ այդ պաշտոններին պետք է նշանակվեին ոչ թե հավատարիմները, այլ խելացիները, ինչի մասին մենք խոսում ենք արդեն 8 տարի։ Սակայն Փաշինյանը որոշեց գնալ իր սեփական տարօրինակ ուղիով պետբյուջեից հատկացնել հսկայական գումարներ, որ այդ մարդիկ գնան կրթվեն։ Զավեշտը կայանում է նրանում, որ երբ նույն Փաշինյանին ասում են, որ թոշակները պետք է բարձրացնել, Փաշինյանը ասում է 10,000 դրամը թոշակառուն չգիտի ինչ անի, ավելի լավ է մենք իրանց տեղը ծախսենք այդ գումարները նրանց համար։ Խոսքը գնում է 10,000 դրամի մասին։ Սակայն երբ որ խոսքը գնում է պաշտոնյայի մասին, նա շռայլաբար հատկացնում է միլիոնավոր դրամեր, իսկ մենք վստահ ենք, որ այդ մարդիկ այդ գումարները ծախսելու են կրթություն ստանալու եւ իրանց կվալիֆիկացիան որակավորումը բարձրացնելու համար։ Իհարկե ոչ, որովհետև այդ մարդիկ այնքան անորակ են, որ նրանք անգամ չեն կարողանում գիտակցել, որ նրանց որակավորումը ունի լուրջ կատարելագործման խնդիր։ Հետևաբար, սա եւս ինչ որ մի անհասկանալի հիմնավորում է, թե ինչպես են մսխվում եւ շռայլվում պետական միջոցները։ Բնական է, որ ոչ ոք չի գնալու եւ ուսում չի ստանալու, ոչ ոք չի փորձելու աշխատել իր որակավորումը բարձրացնելու վրա։ Առավել եւս, որ աշխարհի բոլոր պետական ինստիտուտների ծառայողները բնական է, որ նրանք պետք է կատարելագործվեն, բնական է, որ նրանք պետք է մասնակցեն տարբեր զանազան ուսումնական ծրագրերում, որ նոր գիտելիքներ ձեռք բերեն, նոր տեխնոլոգիաներ սկսեն տիրապետել, բայց ես չեմ հիշում ոչ մի դեպք, որ պետությունը արձեռն գումար հատկացնի աշխատողին, ասի գնա կուրսերի։ Միշտ պետությունը այդ կուրսերը կամ ինքն է կազմակերպում, կամ ինքն է կնքում պայմանագիր համապատասխան ուսումնական ծրագիր կազմակերպիչների հետ եւ վճարում է նրանց, որ նրանց աշխատակազմը, որ պետական աշխատակազմը մասնակցի այդ դասընթացներին եւ ստանա համապատասխան գիտելիքներ կամ գիտելիքների բացը համալրի։ Այսինքն այստեղ մենք ունենք հերթական ստի հետ, որովհետեւ բնական է, որ ոչ ոք չի գնալու այդ դասընթացների, որովհետեւ նրանք համարում են, որ բոլորից խելացի են։ Փաստարկ երրորդ, նրանք հսկայական դրամավճարներ են հատկացնում պետծառայողներին, որ նրանք չմտածեն փողի մասին եւ կենտրոնանան իրենց գործի վրա։ Եվս մեկ կասկածելի փաստարկ, որովհետեւ մարդիկ, որոնք պետք է կենտրոնանան իրենց գործով եւ Նիկոլ Փաշինյանը այդ թվում, նրանք չեն թմբուկահար դառնում, նրանք չեն հեծանիվ քշում, նրանք չեն թողում իրենց բանուգործը եւ թափառում եկեղեցիներով, որ վնաս պատճառեն եկեղեցուն եւ իբր ինչ որ կոոպերատիվ պատարակների մասնակցեն։ Այդ մարդիկ անում են ամեն ինչ, բացի իրենց բուն գործառույթներից։ Նույն Նիկոլ Փաշինյանը, որը կարծես թե պրոբլեմատիկ երկրի առաջնորդ է, որը ունի անծայրածիր խնդիրներ, որոնք լուծման ենթակա են, բանուգործը թողած, հիմա էլ թմբուկ է նվագում։ Նրանք բենդ են կազմել, նրանք համերգներ են տալիս, հասկանում եք երկրում, որտեղ կան մարդիկ, որոնք չեն կարողանում, չեն ուզում կամ չգիտեն իրենց գործառույթների բուն իմաստը ինչու՞մ է կայանում, վատնում են մեր կողմից ֆինանսավորված ժամանակը այսենց անհասկանալի բաներով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ոչ ոք չի կատարում իր գործառույթները։ Նրանք կատարում են բացառապես պատվերներ, որոնք պատրաստ փաթեթավորված իջեցվում են նրանց սեղանին եւ նրանք լուռ ու մունջ առանց վերլուծելու եւ առանց քննադատական մոտեցման կատարում են եւ դրա մասին փաստում են եւ կրթության որակի անկումը, եթե դուք տեսել եք Հայաստանի Հանրապետության աշակերտների դասագրքերը, միգուցե կհասկանաք ես ինչի նկատի ունեմ, եւ տնտեսությանը, որովհետեւ տարիներ 8 տարվա ընթացքում ոչ մի գործարան չի բացվել,
չի աճել արտահանությունը, չեն զարգացել ներքին տնտեսական կազմակերպությունները եւ ընկերությունները եւ ինչի հաշվին է ապրում Հայաստանը առ այսօր անհասկանալի է եւ որտեղից են ձևավորվում անհասկանալի աճերը թղթի վրա էլի պարզ չի, որովհետեւ ինֆլյացիան ուտում է ոչ միայն այդ նվազ թոշակն ու աշխատավարձը, այլ նաեւ մեր երեխաների ապագան եւ անվտանգությունը։ Պաշտպանության նախարարի մասին կարելի է շատ երկար խոսել, որ մարդը անում է ամեն ինչ, բացի բանակաշինությունից։ Միգուցե այդ 3 միլիոնը, որը նա ստացել է որպես պարգևավճար, նա գնա եւ ինչ-որ միտեղ կրթվի, չնայած կասկածում եմ։ Մեծ հավանականությամբ նա եւս մեկ ծաղկեփունջ կնվիրի իր երեխային, համարելով, որ դրանում է կայանում նրա բուն գործառույթները։ Ամփոփելով այս ամենը մենք կարող ենք փաստել մենակ մեկ հանգամանք։ Փաշինյանը մսխում է պետբյուջեն, Փաշինյանը ընտրակաշառք է տալիս իր մերձավորներին, որոնք պարտադրաբար ստիպելու են իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողների բավականին ծավալուն բանակ է, որ ապահովի Փաշինյանի հաղթանակը ապագա ընտրություններում։ Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիա։ Մնաք բարով։